Գույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընթերներ և ագընթերներ, վանացայինի եթերով և թիմագդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան եղավ առաջիններն, որ շնորհավորեց Իրանի նորընտիր հոգևոր առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին։ Շնորհավորական ուղերձի մեջ Փաշինյան նշեց. Վստահ եմ, որ Հայաստանի եւ Իրանի միջև ամուր գաբերը կշարունակեն զարգանալ, նոր հաջողություններ արձանագրելով։ Արիթը հարմար նկատելով Իրանի բարեկամ ժողովրդին կմաղթեմ բարօրություն եւ հարադեպ խաղաղություն։ Հայտնենք, որ պատերազմի մեկնարկենի հետ երրորդ անգամ լալով 3 գումարվեցավ անվտանգության խորհրդի նիստ հրավիրյալ պաշտոնատարներու մասնակցությամբ։ Պաշտոնական հաղորդակցության մեջ առանց մանրամասնություններով նշվեցավ, որ քննարկված է տարածաշրջանին իրավիճակը եւ վարչապետին զեկուցում դրված է հանձնարարականներու կատարման մասին։ Մյուս կողմէ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան Հայաստան Դաշինքի պատգամավորներուն հետ զրույցի ընթացքին երեք մեղադրեց վարչապետ Փաշինյանը Հայաստանի սահմանին հարաճած ապահովական սպառնալիքին ճիշտ ձևով չարձագանքելուն համար։ Քոչարյան հայտնեց. լուրջ հարց է, լուծումը Իրանի հետ։ Եվ նախաձեռնել, եւ փորձել քայլեր ձեռնարկել ոչ թե բերաշխի ուտելով, այլ գադարել ամեն ինչ իբրև դրացի երգիր, բادرազմը օր առաջ կանգնեցնելու։ Ինչ կգադարվի։ Փորձած է հերացանել եւ առաջարկներ տալ։ Մենք դրացի երգիր ենք եւ պետք է դիրքորոշում որտեգրենք։ Նաեւ պետք է փորձենք մեր ցայնը եվրոպացիներուն եւ Միացյալ Նահանգներուն լսելի դարձնել եւ կանգնեցնել, ըստ Քոչարյան։ Աննե բնտեց, որ եթե Թրամփի ուղին արդեն կործեր, ան պիտի դառնար Իրանի դեմ օջախը։ Չեմ տեսներ Միացյալ Նահանգներու տնտեսական շահերը այստեղ։ Հիմնական հետաքրքրությունը Իրանի սահմանն է, որովհետև ռազմական խարիսխ կա, որ բարձվեցավ, որ ուղղված է Իրանի դեմ։ Ես չեմ կասկածիր, որ TRIPP-ի 74%-ին այս հարաբերակցությունը պիտի նշանակեր, որ Հայաստանի հետախուզական բավական լուրջ կետրոնը պիտի դառնար Իրանի դեմ աշխատելու համար, հայտնեց Քոչարյան։ Ադրբեջանի արտաքին գործոստ նախարար Ջեյհուն Բայրամով հրահանգեց Իրանեն դուրս բերել Թեհրան գտնվող դեսպանատան եւ Թավրիզի մեջ գտնվող ընդհանուր հյուպատոսության աշխատակազմերը։ Բայրամով այս մասին հայտարարեց Մոլդավիա փոխվարչապետ արտաքին գործոստ նախարար Միխայ Փոփշոյի հետ միացյալ մամլո ասուլիսի ընթացքին։ Հայտնենք, որ Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունները լարվեցան, երբ անօտաչու թրջող սարքեր Նախիջևանի տարածքը հարվածեցին։ Հակառակ Թեհրանի հերկումին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հարցակումին պատասխանատուն նկատեց Իրանը, սպառնալով հարցակողական այս արարքները առանց պատասխանի չցկել։ Մյուս կողմէ թուրքական պետություններու գազագերբության արտաքին գործոստ նախարարներու խորհրդի արտագարկ ժողովի աշխատանքներու ծիրեն ներս Բոլսո մեջ դեսակցեցան Բայրամով եւ Թուրքիո արտաքին գործոստ նախարար Հական Ֆիդան։ Դեսակցության մասին մանրամասնություններ չհաղորդվեցան։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Կարնիկ Դանիելյան Թիմադեդրյան կրարումով նշեց. Ազգային անվտանգության ծառայության մեկ ուսարանին մեջ դեսակցեցավ Բագրատ arczepiskopos Կալստանյանին հետ։ Բագրատ arczepiskopos իր օրհնությունը փոխանցեց բոլոր այն հայրենակիցներուն, որոնք մտահոգ են իր վիճակով եւ առողջությամբ։ Բագրատ Սրբազան իսկապես բացառիկ մարդ եւ հոգեվորական է։ Ամեն անգամ երբ գեդակրկրվիմ առողջությամբ նյութը կփոխե իր անձը կարևոր չնկատելով։ Անմշտապես հետաքրքրված է հանրային քաղաքական կյանքով եւ երկրին մեջ դեղի ունեցող իրադարձություններով։ Բագրատ Սրբազան վստահ է, որ ամեն ինչ շատ լավ պիտի ելնա։ Մենք շուտով ականադես պիտի ելանք բարի, ճշմարիտ եւ արդար հաղթանակի։ Բազմաթիվ լեզուներու դիրաբետելով Բագրատ Սրբազան բանդարգության մեջ կբարելավե իր գիտելիքները։ Օրը գանցնե աղոթքով եւ ընթերցանությամբ։
Վստահ եմ, որ Դավուշի եկեղեցիներում մեջ շուտով դարձյալ պիտի հնչեն սիրելի Պակրատ Սրբազանին աղոթքները, գրեց Կարնիկ Դանիելյան։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հայտնեց, թե 2025-ին Հայաստան ժամանած է 2.263,642 սպոսաշրջիկ, իսկ 2024-ին 2.208,179։ Նույն աղբյուրին համաձայն 2025-ին Հայաստան ժամանած են 7 ադրբեջանցի եւ 13,441 թուրք սպոսաշրջիկներ։ 2025-ին Իրանեն Հայաստան այցելած են 182,364 սպոսաշրջիկներ, Ռուսիայեն 921,704 եւ Վրաստանեն 288,578։ Միասնության թևեր գուսակցության նախագահ Արման Տաթոյան թիմադեդրյան կրառումով մնշեց։ Հայաստանի աբական միութենական գազմի մեջ պատկերացնողները ինձի համար գամ Նիկոլ Փաշինյանի կորզակալներն են, որոնք կօգնեն որբեսի ան բրգիչ ներգայանա, գամ շարքային անհայրենիքներն են։ Տաթոյան իր խոսքը քաղաքացիական պայմանագիր գուսակցության եւ անոր քարոզիչներուն ուղղելով նշեց. Հայաստանի անկախության բրգիչներ, ամեն օր գկայքայեք, ուղղակի գմաշեցնեք մեր երկրին անվտանգությունը եւ մեզ մեկը բահեք։ Քանի մոր առաջ պաստերով ցույց տվի։ Դուք եք մեր ինքնիշխանության երաշխավորը։ Դուք եք դիրքորոշում ակնկալողները։ Ալիևի հայտարարությունները գլսեք եւ սեղանին դագեն դուրս չեք գար։ Խոսեցեք, մեր սահմանները ձևափոխող Ադրբեջանի մասին ըսելիք չունիք, թե Ադրբեջանի հետ միութենական բերություն գուզեք մտնել։ Չփորձեք մեզի ներքաշել ձեր խաղերում մեջ։ Ահա թե ինչու գսեմ, որ հարաճիգա անդրություններուն ես պիտի ելամ Հայաստանի տեքնաձուն, իմ որոշումներս մշտապես պիտի առաջնորդվին Հայաստանի շահով Սավ Տաթոյան։ Հայտնենք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Պալասանյան նախորդին հայտարարեց. Մոտ ժամանակներ քաղաքական քարտեզը պիտի փոխվի։ Հիմա անոնք, որոնք շուտ հասկացան իրենց տեղը, թերագադարությունը եւ նշանակությունը, գիտցան, որ աշխարհագարքի մեջ են։ Եվ շատ շուտ պիտի փրկվին։ Գովգասը տեպի հյուսիս։ Մեր քաղաքականությունը պետք է լա հարավ։ Բարսկաստանի հետ պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք եւ պետք է միութենական գազմի մեջ լանք։ 100 տարի առաջ, ինչպես որ եղած էր խորհրդային միությունը։ Հիմա անունը ինչ կտնեն, չեմ գիտեր, Սավ Պալասանյան։ Ուրբաթ 6 մարտ 2026-ին երեկոյան ժամը 7-ին Վանկուվերի Հայ Գետրոնի Լազարյան սրահին մեջ դեղի ունեցավ հայ-հեղափոխական դաշնակցության 135-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությունը Վանկուվերի Սիմոն Վրացյան կոմիտեին գազմագերբությամբ։ Ցերնարգին ներկա էր Հայաստանին հատկապես այս արիթով ժամանած ՀՕՀԻՏԱ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան եւ ՀՕՀԻՏԱ բյուրոյի անդամ Ռաֆի Դոնաբեդյան։ Ցերնարգը սկսավ Կանադայի, Հայաստանի եւ Արցախի քայլերքներով Արշավիր Շիրակյան բادանական միության ընկերներուն խմբերկությամբ, որ մեի հետ ներկաները օդնգայս հարկեցին բոլոր նահատակներուն հիշադակը։ Հայերեն եւ անգլերեն բացման խոսքեր արտասանեցին Գարո Եղիայան եւ Աննա Բաղչեջյան, որոնք շեշտեցին, դաշնակցությունը ծնավ այն բահուն, երբ հայ ժողովուրդը գտնվեր ճկոյության շեմին։ Շունչ արավ, որբեսի շունչ եւ կյանք տա արհամարված եւ անդեսված ժողովուրդիմը զայն մղելով արժանավադիվ եւ արժանավայել բայկարի տաշտ։ Այս արիտով գիրարգվեցավ քեղարվեստական բաճաճ հայդակիր։ Քեմի Արշավի Շիրակյանի երիտասարդականի անդամները ներկայացուցին ՀՕՀԻՏԱ զինանշանի մեկնաբանությունը։ Օրվան պատկամը արտասանեց հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան։ Անսավ մենք միշտ ՀՕՀԻՏԱ-ի օրվան նշումը արիտ կնկատենք մեր ժողովրդին հաշվետվություն ներկայացնելու, անցած ճանապարհը վերլուծելու եւ աբակա գադարելիքներու մասին խոսելու։ Այս դոնակատարությունը առանձնահատուկ է եւ գսեմ նաեւ պատմական, որովհետեւ գահամընկնի մեր ժողովրդին համար փախտրորոշ ժամանակահատվածի հետ եւ ամեն դեղ այս դրամապանությամբ կնշենք 135-ամյակը։ Այս մեր ուխտի եւ երթումի թարմացումն է, առաջին հերթին դաշնակցականի գերբարին վերահաստատումը, ապա ավելցուց մենք միշտ մեր ժողովրդին հետ եղած ենք, երբ որ անհրաժեշտ է անոր իրավունքները եւ ինքնությունը պաշտպանել։ Այսօր վտանգված է մեր ինքնությունը եւ իրավունքները ընդհանրապես պաշտպանող չկա։
Ռուստամյան անդրադարձավ վերջին 8 տարիներուն ընթացքին Հայաստանի իշխանություններուն գործանարար քաղաքականության եւ գոչ ուղեց ամբողջ հայության Հայաստանի տեսփյուրքի մեջ միանալու եւ դեր կանգնելու մեր ժողովրդի իրավունքներուն ասելով ես վստահ եմ որ մեր ուժերուն միացումը ինչպես եղավ հայ հեղափոխականներու միացումը 135 տարի առաջ նույն ցևով մեր ժողովրդին դաժան փորձությունները հաղթահարելով գպերել լուսավոր աբակա Նույն բանը դեղի ունեցավ Աբարայրի մեջ 451-ին, երբ մահ իմացյալ անմահությունը եւ մահ ոչ իմացյալ մահ է գարկախոսով Վասն Հավադո եւ Վասն Հայրենյաց մեր նախնիները միացան Ելան Բայկարի եւ բահբանեցին մեր ինքնությունը։ Նույն խնդիրը այսօր ալ հարաճած է։ Մենք բարդավոր ենք Վասն Հայրենյաց եւ Վասն Հավադի միանալ այս վիճակեն դուրս բերել մեր ժողովուրդը։ Վանկուվերի Հոյտա Սիմոն Վրացյան Գոմիդեի անունով խոսք արավ Գոմիդեի ներկայացուցիչ Սոսի Տերզյան, որ իր խոսքին մեջ ասավ. Հայ հեղափոխական դաշնակցությունը քաղաքական գազագերբություն ըլլալու կողքին եղած է նաև ազգային կաղապարախոսություն, որ տաստիարակած է սերունդներ եւ գշարունակե տաստիարակել նվիրումի անձնվիրության ոգիով։ Հոյտան ծնած է այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը կբայկարեր իր քոյության, արժանապատվության եւ ազատության համար։ Այսօր մեր ազգի այս դժվարին ու մտակնած օրերուն հայ հեղափոխական դաշնակցությունն է, որ դեր կգանքնի մեր ազգային ինքնության եւ արժանապատվության։ Վանկուվերի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու հոգևոր դեսուչ Վարդան Զայրակույն Վարդապետ Տաշյան իր պատկամի մեջ ասավ. Հայ հեղափոխական դաշնակցությունը բնականon ծնունդ ուներ։ Հայ ժողովրդի անբնական կյանքի պայմաններուն Դաշնակցության ծննդյան եւ կյանքի նպատակներ ծառայությունը։ Ծառայությունը աստվածային բարգեւ է մարդուն, ինչպես ազատությունը։ Սակայն կարևորը այն է, թե մարդ ինչպես կաբրի այդ ազատությունը եւ կբայկարի բահելու իր ազատությունը։ Նաեւ կարևոր է, թե մարդ ինչպես կդրսևորե եւ գարժևորե ծառայությունը իր անհատական, ընտանեկան, հավաքական, ընկերային եւ ազգային եկեղեցական կյանքեն ներս։ Հայ հեղափոխական դաշնակցության 135 ամյակը արիտ մնե մտածելու այս կուսակցության 135 տարվան գործունեության, քաղաքապարախոսության եւ բայկարին մասին։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայինի եթերով եւ թիմադրի էջով CZD-ին ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնող ղրտաբար Անտոնին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։